Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու եմ կանաչ լոբին շատ համեղ տարբերակով, այս տարբերակը իմ ամենասիրելի տարբերակներից մեկն է։ Դե ինչ սկսենք պատրաստելը եւ նշեմ, որ մեր հայկական լոբին չէ, իսկ ալիքում հենց հայկական լոբով պատրաստված տարբերակներ ունեմ։ Նախապես թավան տաքացնում ենք, ավելացնում ենք կարագը եւ նաեւ բուսայուղը։ Եթե պահքի մեջ եք, միայն բուսայուղով պատրաստեք։ Նախապես լվացել եմ լոբին, այնուհետև ծայրերից կտրել եւ կիսել մեջտեղից, այնուհետև ավելացնում ենք կարագի եւ բուսայուղի վրա եւ հետո կավելացնեմ նաեւ 60 մլ ջուր, ջուրը սենյակային ջերմաստիճանի է, կափարիչը փակում եմ մի քանի րոպե կմնա, այնուհետև կավելացնեմ աղ եւ պղպեղ, աղն ու պղպեղը ավելացրեք այնքան, ինչքան ձեր քիմքին է հաճելի, այնուհետև կափարիչը դնում ենք եւ թողնում ենք մնա 5 րոպե, իդեպ սա շատ արագ է պատրաստվում, մեր հայկական լոբու նման բավականին երկար չի եփվում եւ հիմա պետք է ավելացնենք սխտորը, 3 պաճ սխտոր եմ կտրտել եւ ավելացրել, այնուհետև մաղադանոս համեմ եւ սամիթը պարտադիր, ավելացնում եմ այս բոլորը միասին եւ խառնում ենք 5 րոպե եւս թողնում ենք մնա եւ մեր համեղ լոբին պատրաստ է։ Սիրելիներս, իմ ալիքում կգտնեք տարբեր համեղ բաղադրատոմսեր, իդեպ պահքի համար նոր տեսանյութեր եմ հրապարակել, կարող եք դիտել նաեւ այդ տեսանյութերը։ Եվ ահա պատրաստ է մեր համեղ լոբին, եթե պահք եք պահում, ապա կարող եք այսպես վայելել, իսկ եթե պահք չեք պահում, կարող եք վայելել սխտորի եւ մածունի թանձրուկով։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք։ Շնորհակալություն ձեր դիտումների համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։